Այսօր մենք որևէ մեկս չենք տիրապետում որևէ թվի, չգիտենք իրականում, որտեվ չի տրվում այդ հաշվետվությունը, ընդհանրապես չի խոսվում դրա մասին, եթե լրատվականներում ինչ-որ գումարների մասին որոշներս կարողացել ենք կարդալ ու տեսնել, դրանից ավել որևէ ինֆորմացիա չի տրվել, բայց այն, որ դա ներկայացվել է որպես Հայաստանի բյուջե, դա փաստ է։ Եվ այն աջակցությունը, որը նաև վերջերս մի հետաքրքիր ինֆորմացիա մարդու, ով անընդհատ կապի մեջ է նմանատիպ միջազգային կառույցների հետ, տրվեց, որ կառույցները դեռևս առաջարկում են եւ շատ երկրներ առաջարկում են Հայաստանի իշխանություններին էլի արցախցիներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար գումարներ տրամադրել, ինչից Հայաստանի իշխանությունները հրաժարվում են չեմ կարող ասել, որովհետև դրա պարզաբանումը բնական է, մեզ որևէ մեկը չի տալիս, բայց ես վստահ եմ, որ դրա նպատակները իհարկե այնքան էլ խորը չեն, որ մենք չտեսնենք, նպատակը իրականում այո արցախցիներին նախ ցույց տալու համար, որ աշխարհում այլևս հետաքրքրված չեն արցախցիներով ու արցախցիների կարիքներով, այլևս չեն դիտարկվում որպես բռնի տեղահանվածներ, որպես փախստականներ արցախցիները եւ այլևս վերջ, աշխարհը եւս ընկալի, որ որևէ խնդիր այլևս Արցախին չունի Հայաստանում, ինտեգրվել է, անցել է, վերացել է, մոռացվել է եւ դրանից փակվել է Արցախի ու արցախցիների հարցը։ Ես կարծում եմ, որ նպատակը ինչքան էլ գրավիչ է եւս այդ գումարները բերել, Հայաստանի բյուջեով անցկացնել, բայց իրենք ավելի լուրջ պարտավորություններ ունեն Ադրբեջանի իրենց գործընկերների առջև, քան այս պահին այդ գումարների ներմուծումն է Հայաստան կամ բերելն է Հայաստան։ Բայց փաստը մնում է փաստ, որ եւ արձանագրում ենք արդեն այն փաստը, որ արցախցիները այսօր Հայաստանում երևի ամենածանր, եթե ես որպես խավ առանձնացնեմ, հա, թող ինձ ներող լինեն բոլոր իմ հայրենակիցները, որտեղ ես չեմ էլ սիրում դա առանձնացնել, բայց ամեն դեպքում այս պարագայում դիտարկենք որպես այսպես առանձին խավ, ամենածանր վիճակում են, ամենածանր սոցիալական եւ 1.5 տարին ցույց տվեց, որ նույնիսկ այդ 40+10 աջակցությունը, այն իբրև թե ծրագրերը, որոնք իրականացրել են այս իշխանությունները, չի տարել սոցիալական վիճակի բարելավման, այլ հակառակը, որովհետև ինչու հակառակը, որովհետև ի վերջո արցախցիները ինչ որ տնտեսած եւ գումար եւ թանկարժեք մետաղներ են ունեցել, որը այս ընթացքում վաճառելով, գումարելով այդ 40+10 աջակցությանը կարողացել են տանվարձ տալ, կարողացել են կոմունալ ծախսեր հոգալ, դուք տեսնում եք կամ միգուցե հետաքրքրվել եք ու գիտեք, որ արցախցիները այսօր նաև առողջապահական լուրջ խնդիրներ ունեն, եթե այսօր Հայաստանում մահացության դեպքերը մեծացել են, ապա արցախցիների շրջանում հավաստիացնում են բժիշկները, որ այն մի քանի անգամ ավել է, այսինքն նաև այդ գումարները ծախսվել են ինչ այդպես առողջական խնդիրների վրա ծախսել եւ այլևս արցախցին տնտեսած որևէ բան չունի։ Նո խոսքս իհարկե 3%-ի մասին չի, ով ժամանակին թե բիզնես է հիմնադրել, թե կարողացել է ինչ-ինչ ճանապարհներով հարստանալ ու խնդիր չունենալ Հայաստանում, խոսքս մնացած մոտ 90%-ի մասին է, որ ծայրահեղ են, իսկ կան այսօր նաև ընտանիքներ, որոնք բառից բուն իմաստով շատ շուտով իրականում հայտնվելու են դրսում եւ նվազագույն կարիքները իրենց այլևս չեն կարողանալու հոգալ։ Իրենց այդ բնակարանային ճակերտավոր ապահովման ծրագիրը կազմել են այնպես, որ որևէ մեկը չօգտվի այդ ծրագրից, որտեղ ուղղակի հնարավոր չի օգտվել այդ ծրագրից եւ հնարավոր չի բնակարան ձեռք բերել այդ ծրագրով։ Եվ քանի որ նաեւ պայման կա քաղաքացիություն ընդունելու, բնական է, որ չի կարող բնակարանի այդ տեսակ ձեռքբերումը խայծ լինել իրենց առաջարկած քաղաքացիություն ընդունելու համար։ Այստեղից հետևություն արցախցիները չեն ընդունում քաղաքացիություն։ Հետևաբար նաև չեն կարողանալու մասնակցել 2026-ի ընտրություններին եւ իրենք այս կերպ նաև որպես այդպիսի իրավունք հեռու են պահում զրկելով քաղաքացիությունից, հնարավորություն չտալով նոր քաղաքացիություն ընդունել, զրկում են 2026-ին որևէ իրավունքի դրսևորումից։ Ես կարծում եմ, որ մենք պահանջներ դնելու ժամկետները սպառել ենք, որովհետև գոնե ակնհայտ, իհարկե
ես որպես ազգային ժողովի падգամավոր, որը դեռևս մինչ պատերազմ արդեն իր հստակ դիրքորոշումը ուներ եւ ես այսօրվա պես հիշում եմ 2020 թվականի ապրիլի 30-ին, երբ մենք դեռ առաջին նիստը չէր գումարվել ազգային ժողովի, բայց արդեն падգամավոր ընտրվել էինք, մեր խմբակցությունը ակցիա արեց ազգային ժողովի առջև Արցախում եւ դիմեց այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանին, Աշոտ Ղուլյանին, ազգային ժողովի նախագահ եւ արտաքին գործերի նախարարին, պահանջելով գործուն քայլեր կատարել, որովհետեւ ակնհայտ է, որ պատերազմը մեզ սպասվում դեռևս 20 թվականի ապրիլի 30-ին։ Ինչի համար մեր վրա քրեական գործերը հարուցվեցին եւ ամեն կերպ փորձում էր լրացվել մեր ձայնը, որտեղ մենք իրականում թիրախին էինք կպել։ Եվ անընդհատ այդ պահանջները եղել են։ 20 թվականի պատերազմից հետո ես շատ լիահույս եմ եղել եւ հավատացեք նաեւ նախաձեռնողներից եմ եղել շարժման հանուն Արցախի պաշտպանության, որով մենք նպատակ ունեինք պահանջել Հայաստանի իշխանություններից դադարեցնել Արցախի կործանմանը տանող իրենց քաղաքականությունը, նաև Հայաստանի անվտանգությանը թիրախավորող իրենց քաղաքականությունը դադարեցնել եւ լսել ի վերջո ինչ է ասում Արցախը, նաև ինչ առաջարկներ ունի Արցախը։ Եվ տարբեր տեսակի ճնշումներ այդ առումով եղան, Հայաստանի իշխանությունների վրա։ Եվ մենք ուղղակի այդ տարիների ընթացքում, ամեն դեպքում մինչ 2023 թվականը դուք տեսաք Արցախից շրջափակման ժամանակ տեղի ունեցող հանրահավաքները, դրանք հենց այդ պահանջներն էին մեր բոլորի կողմից դրված Հայաստանի իշխանություններին, որ դադարեցրեք հանձնման process-ը Արցախի, մենք այստեղ ենք, մենք կանք, ինչին ի պատասխան մենք լսում էինք, որ եթե պետք է մենք ձեզ պիտի զոհենք 150,000-ին հիշում եք ԿՊ-ականները եւ որպեսզի փրկենք 3 միլիոնին։ Բնական է իրենք այդ քայլերն արեցին զոհելու եւ չփրկեցին 3 միլիոնին, այսինքն մենք բոլոր տեսակի բոլոր հնարավոր միջոցներով այդ պահանջները դրել ենք։ Շատ լավ գիտակցում ենք, որ երբ դու պահանջ ես դնում, իշխանությունները ունեն երկու ճանապարհ, կամ կատարում են պահանջը, կամ հեռանում են իշխանությունից։ Չկա երրորդ ճանապարհ, չկա մանևրելու այլ տարբերակ չկա։ Պահանջը երկուսն է։ Եվ այդ պահանջները հավասար են իրար, չկա որևէ մեկը գերակա չի։ Արցախ, արցախցիների վերադարձի իրավունքը եւ Բաքվի բանտերում մեր պատանդարված ու գերավարված հայրենակիցների շտապ ազատումը։ Դրանցից կան ածանցվող արդեն պահանջներ, այսպես ենթապահանջներ, որ մինչ այդ գործընթացի կատարումը Արցախցին պիտի հայրենիքի իր այս հատվածում ունենա արժանապատիվ կեցության հնարավորություն, որովհետև այն հնարավորությունները ճակերտավոր, որ հիմա տրված են այս իշխանությունների կողմից, դա արցախցիներին Հայաստանից վտարելու հնարավորություններ են, որովհետև մենք այդ առումով մեր պահանջը հստակ դրել ենք, որ Հայաստանի իշխանությունները ինչպես պիտի կազմակերպեն, արժանապատիվ կեցությունը, բնավ դա այստեղ սեփական տներ տալու մասին չի խոսքը, անթիվ անհամար գումարներ տալու չի մասին չի խոսքը, բնակարանային ապահովում ժամանակավոր, որտեղ իշխանությունը պարտավոր է նշել այդ ժամանակավոր բառը, մինչ մեզ հնարավորություն ստեղծվի մեր հայրենիք վերադառնալը եւ աշխատելու ու մեր իրավունքները իրացնելու, նաև խելամիտ ու ճիշտ թիրախային սոցիալական ծրագրեր իրականացնելու, էլի մինչև մենք կարողանանք վերադառնալ մեր բնօրրան, մինչ իշխանությունները կատարեն քաղաքական գործընթացը, որպեսզի արցախցին հնարավորություն ունենա վերադառնալ իր բնօրրան։ Սրանք են պահանջները եւ ուզի թե չուզի, վաղ թե ուշ իշխանությունը պիտի անդրադառնա այս պահանջներին, ինքը տարբերակալ չի ունենալու, եթե իրեն թվում է, որ այսպես ճնշելով, այսպես խեղդելով արցախցուն ինքը կարողանալու է ուղղակի դարձնել այնպիսի մի զանգված արցախցուն, որը հետ է կանգնելու իր պահանջներից, ինքը հաստատ չարաչար սխալվում է եւ ես վստահաբար եմ ասում 1.5 տարի է դա, թե 2 տարի է, բնավ այդ ժամանակահատվածը կապ չունի, անպայման այդ պահանջները հստակեցված են եւ այդ պահանջների կատարումը չունի այլ ընտրանք ուղղակի։
Գիտեք, ես որոշում եմ կայացրել, որովհետև շատերը ինձ հենց ճանաչում են իմ քաղաքական գործունեությունը, որ ես սկսել եմ դեմ Արայիկ Հարությունյանին, ոչ թե որպես կերպար մարդ բնավ, որտեղ ես առիթ չեմ ունեցել երբևէ շփվել կամ ճանաչել որպես մարդ, այլ որպես քաղաքական կերպար, որպես Արցախի Հանրապետության ղեկավար, եւ ես մեր ամբողջ քարոզարշավի ժամանակ իմ խնդրանքը հորդորը մեր հայրենակիցներին եղել է միայն, որ պիտի լինի խելամիտ ընտրություն այն առումով, որ Արցախին Նիկոլ Փաշինյանի օրոք անհրաժեշտ է միայն ռազմաքաղաքական ղեկավար, որովհետև պատերազմը Հայաստանի ներկայիս իշխանություններով անխուսափելի է, դա ես սկսել եմ խոսել 2020-ի փետրվարին քարոզարշավը, երբ արդեն սկսում էինք Այսինքն տեսել եմ, որ այդ խնդիրը մենք ունենալու ենք հետագայում եւ ցավոք սրտի ես չսխալվեցի եւ այն բոլոր քայլերը, որոնք ընթացքում արվում էին ու կատարվում էին, բերեց հենց այս ամեն ինչին ու երբ ինձ հստակ Արցախում թեկուզ նույն Արայիկ Հարությունյանի շրջապատը կամ իր քաղաքական թիմը հարցնում էին, լավ, ինչու, ինչ ես ուզում նախագահից, ես միշտ ասում էի Եվ շարունակում եմ հիմա էլ մնալ նույն կարծիքին, որ երկրի ղեկավարը թե Արցախի, թե Հայաստանի պիտի լինի այնպիսի մարդ, ով քաղաքական որոշումներ կայացնելու ունակություն ունի, որոշում կայացնելու, ցավոք սրտի դա բացակայում էր Արայիկ Հարությունյանի մոտ եւ Եթե մի կողմ դնենք Ադրբեջանի ճնշումները, որը ճնշում էր, պահանջներ էր դնում, մենք չենք կարող ավելի քիչ ճնշում համարել Նիկոլ Փաշինյանի արածը, Արայիկ Հարությունյանի նկատմամբ։ Եվ Արայիկ Հարությունյանը չէր ունենում այն կամքը, այդ կամքի դրսևորումը, որ հակառակվեր Նիկոլ Փաշինյանին։ Չեմ ուզում էլ ավել խոսել, որովհետև անկեղծ ասած ես որոշում եմ կայացրել, որ Քանի դեռ մեր հայրենակիցները այստեղ չեն եւ այս պահին եթե ես զուտ մեր ռազմաքաղաքական վերնախավի մասին եմ խոսում, ես ունեմ այնտեղ 8 ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչներ անդամներ, որոնք հավասարապես, որոնց կյանքը եւ առողջությունը ինձ համար հավասարապես կարեւոր է, ինչպես նաեւ մեր մնացած բոլոր գերիների եւ միակ ցանկությունը որ ունեմ դա իրենց ողջ առողջ այստեղ վերադառնալն է եւ այն բոլոր քայլերը, որոնք մենք պիտի անենք, պիտի միտված լինի նրան, որ իրենք բոլորը ողջ առողջ վերադառնան նախ եւ առաջ իրենց ընտանիքների մոտ հետո նոր եթե առիթ կլինի իրենք կպատասխանեն այն բոլոր կուտակված հարցերին, որոնք մենք ունենք Իրականում, երբ առաջին անգամ ես տեսա այն ինչ որ սկսում է Սրբազանը, ես չեմ դիտարկել որպես Բագրատ Սրբազանին չեմ դիտարկել որպես անձ, որը ուղղակի մտահոգված է եւ պայքարի է դուրս եկել։ Ես իրականում դա տեսա որպես նշան, որպես քրիստոնյա, նշան, ի վերջո ուղղորդում Աստծուց, Աստծո օգնություն Ինչը ամենակարևորն է, միանշանակ դա առաջին ես դրանով պայմանավորված այդ մեծ ոգևորությունը, որ ին մեջ կար, ես կարծում եմ կար 100,000-ավոր նաև այն մարդկանց մեջ, ովքեր թե անհամբեր Երևանից էին սպասում, թե անընդհատ, անկեղծ ասած մենք վերջին օրերին, երբ քայլում էր Բագրատ Սրբազանը, ամեն երեկո գնում իրեն անպայման տեսնում էին, կապ չունի ուր էր հասել, նորից հետ էին գալիս Երևան, անհամբեր սպասելով մինչև միանալը, այդ շարժմանը, որովհետև նախ հասկանում էինք, որ արդեն իսկ դեռևս Կիրանցում շարժման սկիզբը, երբ դրվեց, միգուցե շատերս դեռ չէինք էլ գիտակցում, արդեն սասանվեց Նիկոլ Փաշինյանի այդ սարքած բուրգը, որի գլխին ինքն էր ու սկսեց շարժվել դա։ Այն մեծ ոգևորությունը, որ ես ուզում ասել, այն ինչ որ ինքը արդեն արել է շարժումը, այն մեծ ոգևորությունը, որ Եվ այն մեծ հավաքը մայիսի 9-ին, որ տեղի ունեցավ, դա առաջին ակնհայտ էր ու ցույց տվեց, որ մենք ուղղակի ամբողջ ենք ու զանգված չենք
եւ հստակ գիտակցում ենք այդ բոլոր վտանգները ու մենք պատրաստ ենք դեմն առնելու այդ վտանգներին։ Դա թերևս պատերազմից հետո առաջին անգամն էր, հա, որ շատ մեծ, իհարկե, մինչ այդ ՀՓՇ շարժում, դիմադրության շարժում, որոնք եւս իրենց անելիքը արել են, եւ ես միշտ ասել եմ, որովե շարժում ինքը չի ավարտվում։ Ինքը անպայման կատարում է այն, ինչ որ իր առջև դրված է եղել։ Սրբազան շարժումը ամենակարևորը արեց այս ընթացքում, այդ բացահայտումները, որովհետև գիտեք, ժողովուրդը այլ կերպ է նայում քաղաքական գործ չի բացահայտումներին, այլ կերպ նայեց Բագրատ Սրբազանի այդ ամբողջ այս ժամանակահատվածի գործունեությանը, ընդունեց, ընկալեց եւ տեսավ այն կեղծիքը, որով ինքը պարուրված է եղել, առնվազն դեռևս այն ժամանակ 6 տարի, հա, հիմա արդեն 7 տարի։ Եվ սկսեց մտածել, երբ որ քաղաքական գործիչներ ասում, ժողովրդի մոտ հակառակություն է առաջանում այս կամ այն քաղաքական գործի նկատմամբ, որտեղ մենք պետք է ընդունենք, որ որևէ մեկս այսօր այն ամբողջ վստահությունը ժողովրդի մոտ չունենք։ Բայց Բագրատ Սրբազանի մոտ եւ այդ շարժման արկայության դեպքում մի քիչ այլ էր։ Ժողովուրդը սկսեց ոչ թե լսել, այլ մտածել նաեւ։ Եվ ինքը եկավ այն եզրահանգմանը, որ այո, այս իշխանությունը մեզ կործանում է, այս իշխանությունը մեզ թողում է անհայրենիք, այս իշխանությունը մեզ կեղեքում է, այս իշխանությունը ի վերջո տանում է մեզ ոչնչացման։ Եվ մենք համախմբվելով, միահամուռ ուժերով կարող ենք կանգնեցնել այս ամենը։ Դա շարժումը արդեն ցույց է տվել եւ այդ վստահությունը դրել է ժողովրդի մեջ։ Առաջին անգամ ժողովուրդը, որտեղ այդ բոլոր օրերին այդ ակտիվ ժամանակահատվածում որևէ վարքյան մենք ու բազմաթիվ տասնյակ հազարավոր արցախցիներ եղել են շարժման մեջ, մենք նկատեցինք ու ընդունեցինք, որ ժողովուրդը ի դեմս Սրբազանի տեսավ առաջնորդ, ինչը որ ինքը փնտրում էր, ինչի կարիքը որ ինքը ուներ բավականին երկար ժամանակ։ Եվ վստահաբար եմ ասում, որ ժողովուրդը ինքը սպասում է անամբեր, որովհետև ինձ հաճախակի ու միշտ տեսնելով, հա, Սրբազան շարժման առաջին շարքերում, երկրորդ, երրորդ կամ ինչ-որ ակտիվ որպես մասնակից, ինձ անդադար հարցնում են, երբ է վերջնական փուլը տեղի ունենալու, այսինքն երբ է այն նպատակի համար, ինչի համար ստեղծվել է շարժումը, ի վերջո իրականացնելու եւ երբ ենք մենք ազատվելու այնպիսի իշխանություններից, որը մեզ տանում է կործանման եւ ունենալու այնպիսի իշխանություններ, որը կարողանալու է իր շահ, իր երկրի, իր պետության, իր ազգի ի վերջո կարողանա գործունեություն ծավալել։ Ես կարծում եմ, որ Սրբազան շարժումը դեռևս կարևոր անելիք ունի եւ որևէ կերպ ինքը ոչ նվազելու, ոչ ուղղակի, հա, որպես շարժում այդպես պարզապես ապրելու համար չպիտի լինի, այլ ինքը իրականում պիտի շարունակի այն, ինչը որ սկսեց եւ հասկացավ, որ այո կարող է եւ ունակ է։